Նիկոլն ընդամենը գործիք է ինչ որտեղ գերակա կենտրոններին, իրեն գերակայող կենտրոններին հաջողանալու, գուցե համոզմունքով, գուցե մտածելով, որ իրապես Հայաստանի անվտանգության սպառնալիքները գալիս են ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այլ հենց հայ եկեղեցուց, դրա համար էլ վարչապետի պաշտոնից պարբերաբար վերադառնում է իրեն հոգեհարազատ էժան բլոգերի ստատուսին, փորձելով քվե մուրալ առաջիկայում սպասվող ընտրություններին ընդառաջ։ Տեսեք, Նիկոլ միամիտ չէ, որ նման խաղ է խաղում։ Հետևանքները շատ էլ լավ հաշվարկել է եւ պատկերացնում է։ Պարզապես իր ընտրազանգվածն է ամրապնդում, կոնսոլիդացնում է, աջակցություն է ակնկալում առաջիկա քաղաքական գործընթացներում եւ սեփական էլեկտորատի մոտ ցանկանում է համոզում ձևավորել, որ սև-սպիտակ խաղալը դեռ ակտուալ է, որ եթե ընդդիմությունը եկեղեցու կողքին է, ուրեմն եկեղեցին էլ է նախկին սև եւ պետք է փոխել։ Նիկոլի նպատակը մեկն է։ Իրեն ընդդիմացող եւ քաղաքական կշիռ հեղինակություն ունեցող բոլոր ուժերին, անհատներին, կառույցներին հավաքել մեկ կաթսայում եւ բոլորին պիտակավորել որպես Հայաստանի թշնամի եւ ռևանշիստ, աջակցություն ստանալ դրսից, նվազագույնը լռություն կամ լոյալություն ներսում Հայաստանում իր հակասահմանադրական գործողությունների եւ սպասվող բռնաճնշումների համար։ Ասել կուզի ընդդիմադիր ես, ազգային ես, թե եկեղեցու կողքին, ուրեմն սև ես, նախկին ես թալանչի, որին պետք է այրել, փչացնել, վերացնել։